Մեր գործընկերոջը հարց տալու հնարավորություն տանք, համեցեք ներկայացրեք ձեր հարցը։ Շնորհակալություն, Խեչումյան Արմեն, Top News լրատվական կայք։ Ըստ ձեզ կան ուժեր, որոնք մասնակցում են ընտրական process-ին ուղղորդված որևէ կողմից հատուկ ձայների փոշիացման կամ գուցե այլ նպատակներով, եւ եթե կան նմանատիպ ուժեր, ինչ գործնական խորհուրդ կտաք ընտրողներին, որպեսզի տարբերակեն այդ ուժերին, եւ երկրորդ հարցը ունեմ, հիմա տամ թե պատասխանելուց հետո։ Ձեր հարցը ում է։ Երկուսն է։ Եվ երկրորդ հարցն էլ տվեք եւ Սա երևի ավելի շատ արդեն պարոն Սանկուցին, արդյոք անհրաժեշտ չեն օրենսդրական մեխանիզմներ, որոնք կմաքրեն դաշտը ուժերից, որոնք մասնակցում են պարզապես մասնակցելու համար եւ հանդիսանում են ձայներ փոշիացողներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սանկուց, ձեզնից սկսենք։ Ուղղորդված լինելու հետ կապված հանրային դաշտում այն խոսույթը, որը տեսնում ենք եւ այն մոտեցումները, որ կան, հստակ է, որ կան քաղաքական ուժեր, որոնք հստակ ունեն միանշանակ դրական չասեմ, այլ առանձնահատուկ կարևորում են, ասենք, Ռուսաստանի Դաշնությանը։ Սա պարզ է։ Կա դաշտ կամ քաղաքական ուժեր, որոնք ավելի կարևորում են ժողովրդավարական համայնքների հետ Հայաստանի ինտեգրման օգտին։ Չէ՞։ Բայց ես ուզում եի այդ հարցին անդրադառնամ մի կարևոր ուրեմն փաստի ներկայացման օրենսդրական կարգավորման, որոնք իմ համոզմամբ կարևոր նշանակություն ունեն հասկանալու համար ուղղորդվածություն։ Տեսեք, Կենտրոնական դրական հանձնաժողովը եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը օրերս հրապարակել են այն օրենքով արգելված գործողությունները, նվիրատվությունների, կուսակցությունների առումով, որոնք անհրաժեշտ է որ իմանան։ Հստակ է, որ կուսակցություն չկարող նվիրատվություն ստանալ օտար աղբյուրներից, օտար կազմակերպություններից, այսինքն երկրից դուրս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանցից ֆինանսական, համայնքային ձեռնարկություն, պետական եւ տեղական բյուջեի կամ նրանից ուրեմն բյուջեի հիման վրա գործող կազմակերպություններից չեն կարող, իրավաբանական անձանցից չեն կարող ստանալ ֆինանսավորումներ։ Հիմա եթե նայենք թե օտար երկրյա աղբյուրների վերաբերյալ ֆինանսավորման հետ կապված աղբյուրները որոնք են, որոնք քաղաքական ուժերի, ֆինանսավորման տեղ, միանշանակ է, որ նաև այստեղ ուղղորդվածությունը արտահայտում է ոչ միայն գաղափարական ենթադրենք, այլ նաև կոնկրետ նաև ֆինանսական տեսակետից, եւ կան ցավոք սրտի այդ բանը։ Անկամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կան, որոնք հանդես են գալիս հայտարարությամբ ընդեղ պետության։ Հասկանում եք ոնց է, ես ընդունում եմ մրցակցությունը եւ չպետք է սահմանափակվի որևէ մեկի մասնակցությունը, կա, բայց մենք մի այդպիսի առաջարկ ենք ներկայացել, որ եթե քաղաքական ուժը ասենք թե 1 կամ 2 ազգային ժողովի ընտրություններին չի մասնակցում, նա ընդհանրապես գրանցումը դադարեցնել։ Այսինքն օրինակ հիմա դու ուղղակի գրանցված ես եւ հասկանում եք չպետք է դառնա այնպիսի մի ընկալում հանրության մեջ, որ կուսակցությունը դառնում է նաև շահույթ ստանալու նպատակով, բիզնես որպես պրոյեկտ, որտեղ ցավոք սրտի այդ կա։ Բայց իմ համոզմամբ պետք է նաև հստակ լինի նաև մոտեցումը, որ պետության ինքնիշխանության, անկախության, սահմանության առաջի հոդվածով հիմնարար սկզբունքներ, ժողովրդավարական, իրավական, սոցիալական եւ ինքնիշխան պետության, այդ սկզբունքների դեմ հանդես եկող ցանկացած քաղաքական ուժ պետք է գործունեություն դադարեցնել։ Սա միանշանակ, որտեղ սա ընդ որում իհարկե շատ բարձր բանով է դրված, կուսակցության գործունեությունը կարող է դադարեցվել միայն սահմանադրական դատարանի որոշմամբ, այսինքն ոչ թե սովորական բանի, այսինքն շեմը ի տարբերություն այլ իրավաբանական անձանց, նկատում հասարակական կազմակերպություն կամ զանգվածային լրատվական միջոց, կուսակցության պաշտպանության շեմը ճիշտ է, որ բարձրացում է սահմանադրական մակարդակի, որտեղ
ինքը ի տարբերություն մնացած իրավաբանական անձին հասարակական այդ եզակի, այսինքն կուսակցությունը իրավաբանական որպես անձ ինքը իշխանություն ձևավորելու նաև կարող բան ունի։ Մենք չենք կարող կազմակերպությունը կամ զանգվածային լրատվական միջոցը հայտ ներկայացնի, որ մասնակցում ընտրություններին իշխանություն ձևավորելու համար կամ մանդատ ստանալու համար։ Դրանով է տարբերվում։ Եվ այդ տեսակետից նրա պատասխանատվությունն էլ մեծ է, որովհետև ովքեր են հավակնում իշխանություն ձևավորելու, այդ ովքեր որ հավակնում են, արդյոք նրանց համար սահմանադրական հենց առաջի սահմանադրական սկզբունքը անձնմխելի է եւ բանը ուղենիշային է իրենց հրապարակային հայտարարությունների եւ մոտեցումների։ Այստեղ առումով այո մենք ունենք խնդիր, բայց ես ասեմ, որ այո, դա բոլորին է հայտնի եւ դրա համար հատկապես այս ընտրությունների ժամանակ հաշվի առնելու նաեւ Մոլդովայի նախորդ ընտրությունները, տեսանք, որ Մոլդովայում անգամ մի հատ օլիգարխներից մեկը, որը ապօրինի ֆինանսական միջոցներ էր, ապօրինի ճանապարհով ֆինանսումներ դնում 4 էր կարծեմ, ինչը որ փախավ, ուր փախավ, չփախավ Բրյուսել կամ Մինսկ, բանը Վաշինգտոն, փախավ այնտեղ, որտեղ փախչում են պետության դեմ հանցագործություն կատարողները, միլիարդատերը, եւ դա դադարեցվեց այդ կուսակցության գործունեությունը։ Եվ նաև բավական լուրջ պատասխանատվության ենթարկում անգամ այն մեծահարուստներին, որոնք ապօրինի ճանապարհով փորձում են քաղաքական համակարգի մեջ միջամտություն անել։ Այսինքն, այստեղ հիբրիդային սպառնալիքների աղբյուրը նույնպես ընտրությունների թափանցիկության, ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը նվազեցնելու ուղղությամբ շատ մեծացել է դրանց դրսևորումները եւ մենք տեսնում ենք թե որտեղից է, որ կենտրոններից է այդ դրսևորումը եւ դա իրապես բավական շատ լուրջ մարտահրավեր է Հայաստանի քաղաքական համակարգի ձևավորման տեսակետից եւ հատկապես այս ընտրությունների ժամանակ դիմագրավման տեսակետից։ Պարոն Սաքունց, շնորհակալություն, նաև պարոն Մելիքյանը անդրադառնա, այսինքն հավակնությունը այդ կուսակցությունների իշխանության գալն է, թե ձայների փոշիացում, այդպես կարճ ձևակերպենք գործընկերոջ հարցը համեցեք։ Ես նորից խոսեի հասարակության հետ ազնիվ խաղի կանոնների մասին։ Տեսեք, նախ մասնակցությունը ամեն մի քաղաքական ուժի որոշելիքն է եւ եթե ինքը համապատասխանում է օրենսդրական պահանջներին, ինքը պետք է որոշի եւ եթե որոշել է մասնակցել, այդտեղ որևէ վատ բան չեմ տեսնում դրանում, որովհետեւ լավ իմաստով դա ինքնահաստատման նոր ուժերի մասին է խոսքը, ինքնահաստատման հնարավորություն է պետությանը ապացուցելու է մի դրսևորում է, որ ես որպես կուսակցություն կամ եւ ակտիվացել եմ, իդեպ եթե ես չեմ սխալվում, ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը նաեւ պետական աջակցության ֆինանսավորման հնարավորություն են ստանում։ Եթե որոշակի տոկոս հավաքում։ Այո, եթե որոշակի տոկոս է հավաքում, այսինքն նույնիսկ նոր գործունեությունը սկսած քաղաքական ուժերի համար դա բավականին հետաքրքիր գործընթաց է, բայց կա իհարկե կան մարդիկ եւ խմբեր, որոնք որ շտաբ ձևակերպում են ինչ-որ մի հիմնում են ինչ-որ մի քաղաքական ուժ, հենց քաղաքական տեխնոլոգիայի մաս դառնալու համար, այսինքն իրենք արդեն ստանձնել են ինչ-որ մի դեր, որը որ քաղաքական կոնսուլտացիաների ընթացքում հնչել է, համաձայնության են եկել, դու ասենք այս մեր հակառակորդից ձայն փախցնելու առաքելություն ունես։ Ձայն փախցնելը վերցնում ուրեմն ճակերտների մեջ, որ չասեն, բայց դա ամեն դեպքում ձայների փոշիացումը դա արդեն ընտրողի մտածելու բանն է։ Ընտրողը պետք է մտածի, արդյոք ես իմ ձայնը չեմ փոշիացնում, եթե ձայն եմ տալիս այն կուսակցությանը կամ այն դաշինքին, որը ըստ նախնական տվյալների կամ սոցիոլոգիական հարցումների որևէ շանս չունի։ Սա արդեն ընտրողի խնդիրն է, բայց ընտրողը նույնպես կարող է շատ
գիտակցաբար գնալ հենց ասել չէ ամեն դեպքում ես այս հիմնական խաղացողներին ձայն չեմ տալիս իմ խիղճը հանգիստ կլինի եթե ես գնամ ու տամ այնպիսի մի քաղաքական ուժի որը որ նոր է եկել բայց այդքան արատավորված չէ ինչքան հիմնական մասնակիցները օրինակ տեսեք փոշիացման հետ կապված ես որ օրինակը բերեցի վաղ շաբաթ ընտրություններին նախ այդ տերմինը թե ձայները փոշիացնում են ավելի շատ պետք հետաքրում այդ խոսույթը այն քաղաքական ուժերին հա այն բանով որ դե եթե այդ մեկը չեն անցնելու կամ հավակնությունը կամ հավանականությունը մեծավոր ասենք թե 4%-ը ասենք թե հավաք են անցնելու համար կամ դաշինքի դեպքում ասենք թե 8% եւ այլ եթե կուսակցությունի ինչի համար են մտնում մեզանից են տանում, հա, այդ փոշիացման այդ գաղափարը գալիս է էլի քաղաքական ուժերից, բայց այստեղ մի հատ կարևոր հարց կա, վաղաշաբաթի ընտրությունների հետ կապված, նույնիսկ կրկնեմ։ Այդ ծրագիր չներկայացած քաղաքական կուսակցությունները ձայն են ստացել։ Բանն այո, ձայն են ստացել, այսինքն որ նա հետեւաբար որոշակի այն շարժարիթը, որ ընտրողը գնում է քվեարկում ակնհայտ է դա անձնական կապերն են կամ սուբյեկտիվ մոտեցումն է ոչ թե որտեղ առանց ծրագրի եթե քվեարկում ես նշանակում է պետքա կամ բոյ բուսատին նայեն կամ չգիտեմ հարազատական կապերին կամ բան եւ այլ սա է չէ հիմա եւ սա այո գոյություն ունի եւ համաձայն եմ որ ընտրողի նկատմամբ պետք է լինել հարգալից այն իմաստով որ ընտրողը իր կարծիքը ձևավորում է նաեւ տարածով տեղեկատվության հիման վրա տարբեր տեղեկությունների շատ կարևոր է որպեսզի չմանիպուլացնեն չապատեղեկացնեն այլ օբյեկտիվ տեղեկություն ներկայացվի ընտրողին սա ամենամեծ խնդիրն է Պարոն Սաքունց ես հենց այդ եւ այդ առումով քաղաքական ուժերը կամ քաղաքական կուսակցությունների կողմից կիրառվող տեխնոլոգիաները տեղեկատվական երբ որ գնում է հակաքարոզություն, ոչ թե քարոզություն, թե դու ինչ ես ուզում կամ ինչ ես առաջարկում։ Չէ՞, վերջնաշուտ մենք ավելի շատ չենք լսում թե ինչ ես առաջարկում, ավելի շատ լսում ենք թե այ նրա առաջարկն վատն է։ Նա չգիտեմ, տարբեր պիտակավորումներով։ Ընդ որում, նույնիսկ կրկնեմ, մտածածին անգամ մենք արձանագրեցինք այս ընթացքում փաստերի ստուգման տարբեր հարթակներ կան որոնք ակնհայտորեն բացահայտեցին ուղղորդված fake տեղեկությունների տարածումը եւ դրանց շրջանառումը որոշակի քաղաքական բանի կողմից չէ այսինքն ես ինչի՞ նայում ասեմ որ ընտրողին էլ չեմ այդքան մեղադրում եւ որտեւ ընտրողին պետք է տրվի օբյեկտիվ տեղեկություն որպեսզի կարողանա ինքը համադրելով տարբեր տեղեկություններ օբյեկտիվ կարծիք կազմի